Այսօր ամոթի օր է։ Այսօր էջմիածնում դատում են ամենայն հայոց կաթողիկոսին, մեր հոգևոր հորը, մեր եկեղեցու առաջնորդին։ Վեհափառի այսօր մեկնարկող դատավարությունն ամոթալի համարող ընդդիմադիր խմբակցությունների падգամավորները փոխոստակի ընտրության քննարկումների կեսից լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը, էջմիածնում մասնակցելու մեղադրյալի աթոռին հայտնված կաթողիկոսի դատին։ Շենքում մնացին Ուժեղ Հայաստանի եւ Հայաստանի այն падգամավորները, որոնք հերթագրված էին ելույթների համար։ Ուժեղ Հայաստանի առաջնորդ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց իշխանության թիրախում հայտնված եկեղեցուն սատարելու հայտարարություններից հետո։ Երեք համանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քաղաքական ցանկացած process-ից ավելի կարևոր էր համարել, ինչպես ձևակերպել էր կրոնական պարտքը։ Այնուհանդերձ նրանց հեռացումը հարցեր առաջացրեց քաղաքացիական պայմանագրի մոտ։ Ինչպես տեսնում ենք, տեղում չէ ողջ Ուժեղ Հայաստան խմբակցությունը, որը անտրամաբանական է, քանի որ մենք քննարկում ենք հենց իրենց թեկնածու ընտրության հարցը եւ պետք է հասկանալ, թե առհասարակ ինչով է զբաղվում Ուժեղ Հայաստան խմբակցությունը։ Կաթողիկոսն ու 6 հոգևորականներ մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու։ Հակակաթողիկոսական արշավին միացած Մասիացոտնի թեմի պաշտոնան կարված առաջնորդին նույն պաշտոնում չվերականգնելու համար։ Այսօր ընդդիմադիրները թերևս ավելի շատ վեհափառի նկատմամբ մեղադրանքից էին խոսում, քան փոխխոսնակի ընդդիմադիր թեկնածու Արամ Վարդևանյանից։ Բոլշևիկներն ինչ արեցին։ Մայրաթոռում խեղտամա արեցին խորեն վեհափառին։ Աստված երկար կյանք տա մեր վեհափառ հայրապետին, բայց այն ինչ որ այսօր տեղի է ունենալու վաղար շաբաթում, հավասարազոր է 37-ի խեղտամա անելու։ Հռոմեացիները խաչում են Հիսուս Քրիստոսին, դուք հիմա խաչում եք Հիսուս Քրիստոսի ժառանգած հավատը եւ այն խաչը, որը համարվում է փրկության գործիք։ Չնայած 44-օրյա պատերազմից հետո էր Գարեգին II վարչապետ Փաշինյանին կոչ արել հրաժարական տալ, բայց արտահերթ ընտրություններով ձևավորված նախորդ ազգային ժողովի առաջին նստաշրջանին կաթողիկոսը հրավիրվել էր, նոր ընտիրին ոչ։ Գարեգին II-ի հեռացման օրակարգ հետապնդող իշխանությունից ընդդիմադիրներին հակադարձեց Արթուր Հովհաննիսյանը, երբ նա կաթողիկոսին դիմեց նախկին աշխարհի կանոնով, ընդդիմադիր Ուժեղ Հայաստանի падգամավորները ի նշան բողոքի սկսեցին հարվածել սեղաններին։ Եկեղեցին Կտրիշ Ներսիսյանի գլխավորությամբ խառնվել է։ Հարգելի գործընկերներ, դուք հիմա խանգարում եք ելույթ ունեցողին։ Եթե մենք գնանք այս տրամաբանությամբ, այս ազգային ժողովի դալիճը վերապրծվելու է անընդհատ այս սրահ։ Եկեք այդպես չանենք։ Վերականգնեք պարոն Հովհաննիսյանի ժամանակը, խնդրեմ պարոն Հովհաննիսյան։ Գլխավորությամբ որ չարաճճիություն չանեք քաղաքական առումով եւ նաեւ ես կարողանամ միտքս ձեզ տեղ հասցնել։ Խառնվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին եւ սա դեռ բավարար չէ։ Եկեղեցու առնվազն 2 պաշտոնյայի բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ կա տեղեկատվություն, որ նրանք խախտել են կուսակրոնության ուխտը։ Եվ հաշվի առնելով, որ այս նշածս հանգամանքները խարխլում են պետության հիմնասյուները, մենք կանգնած ենք եկեղեցու պաշտպանության։ Դառնալով Վարդևանյանի թեկնածությանը։ Առաջին Արամն էր, որ Նեսպային Վարդևանյան, որ խոսեց չափազանց բարեկետ։ Բոլոր մեր գործընկերների հարցադրումներին դուք տարբեր տենց ներողություն պրիոմներ էիք անում։ Տարբեր կարծիքներ հնչեցին։ Մինչ ընդդիմադիրները մաստեր կլաս էին անվանում, իշխանությունը դժգոհում էր մի քանի ժամ տևած Վարդևանյանի պատասխաններից։ Նրանց թվում վեդու նախկին քաղաքապետը Գարիկ Սարգսյանը հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերից մեկից հասավ Վարդևանյանի 2 նախկին պաշտպանյալներին՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սամվել Կարապետյանին։ Ես ուզում եմ մտածել, որ դուք դերասանական տաղանդով շատ մոտ եք Կիանու Ռիվզին եւ Ալ Պաչինոյին, միայն զուտ այդ պատճառով են ձեզ համեմատում սատանայի փաստաբանի հետ։
Իշխանությունից Սիսակ Գաբրիելյանը սակայն պնդում է որոշում չունեն, Արամ Վարդևանյանին կընտրեն թե ոչ։ Խմբակցությունը չգիտեմ, որ չեն քննարկել, չեմ կարող ասել։ Հայաստանը հայտարարել է, որ ողջ կազմով կողմ կքվեարկի, բայց առանց քաղաքացիական պայմանագրի ձայների ընդդիմության թեկնածուն չի կարող ազգային ժողովի փոխնախագահ ընտրվել։ Ինձ թվում է այդտեղը սահմանադրությամբ ընդդիմությանն է, ընդդիմադիրներից մեկ խմբակցություն առաջադրեց, ու ինչ որ մեկը պետք է այնտեղ ընտրվի։ Ամեն դեպս պարոն Վարդևանյանը նաև իր խոսքում նշեց, որ շատ է ուզում այնտեղ լինի կամ կուզենար այնտեղ լիներ։ Ինձ թվում է տենց միջև էսպա ամենայն դեպս անձամբ ես որևէ տենց որ արտառոց բան չեմ տեսել, որ ասեմ, չէ, պարոն Վարդևանյանը չեմ ուզում, ուզում եմ, չգիտեմ, պարոն Կարապետյանը լինի մեր թեկնածուն կամ պարոն Ղազինյանը։ Բայց եթե որոշում եղավ, դուք այդ ձեր դիրքորոշումը կփոխեք։ Ինչ որոշում։ Խմբակցության որոշումները պարտադիր են կատարման համար։ Ելույթ ունենալու ցանկություն մոտ 6 տասնյակ падգամավոր ուներ։ Այսօր ողջ օրը դրանք հնչեցին, դեռ երկուշաբթի էլ կշարունակվեն։ Ու այդ օրը նաև կպարզվի Վարդևանյանը կընտրվի խորհրդարանի փոխխոսնակ թե ոչ։ Ժամը 10:00-ից շնորհակալություն ձեզ, լավ հանգստյան օրեր։